Դրսում ջերմաստիճանը 0-ից մի քանի աստիճան ցածր է, ձմեռը գյուղացու հետ հաշվի չի նստում։ Հողագործն ինքը պետք է հարմարվի եղանակի ու դրա պահանջների հետ։ Տաղիքները ես մի 5-6 օր առաջ եմ քաղել, մի 5-6-7 օր հետո էլ նոր հազիվ քաղվել, են էլ չնչին քանակությամբ, որ ասես շատ քաղվի չէ։ Այս պայմաններում ծաղկի ջերմատուն պահելը գյուղատնտեսների համար վերածվում է իսկական փորձության։ Ամեն օր բդի մեջը պտտես, լարերը գցես, լարերից դուրս չգան, գցես լարերի մեջ, ամեն օր են խոտերը քաշես, մաքրես, սնեցում տաս, ջրես։ Տանջանքը շատ է, բայց արդյունք երևակայի չկա, էլի շատ չնչին։ Հենց որ հազիվ յոլա տանում ենք, էլի, ալբատ մտածում ենք, որ վերջը լավ կլինի։ Եթե ես ամբողջը բերքը ինչքան որ կա սաղ ծաղիկ ելներ, ինչքան էլ էժան ծաղվեր էլի օգուտ էր, բայց սրա 80%-ը խոտա քաշում ենք, թափում ենք։ Ծաղկաբույծ Համլետ Կարապետյանն արդեն 5 տարի զբաղվում է նուրբ ու վառ գույներով ծաղկի այս տեսակի աստրոմերիայի մշակությամբ։ Համլետ պապը սիրում է հողի հետ աշխատանքն, ասում է, թեև ծախսերն ու եկամուտն ընդհանրապես չեն համընկնում, միևնույն է առանց հողի հետ շփման կյանքն անհետաքրքիր է։ Գյուղացի մարդ ենք, պետք է սիրենք, բա ինչ անենք, ինչով ենք ապրում մենք, հողով ենք ապրում, ուրիշ եկամուտ չունենք, որ ուրիշ բանով զբաղվենք, եկամուտ ունենանք։ Մեր հիմնական եկամուտը հողն է։ Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի տնամերձ իր հողամասում Համլետ պապը 2 ջերմատուն ունի։ Բույսի մշակությամբ զբաղվում են հիմնականում ընտանիքի անդամներով։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից բացի մեծ է ֆինանսական բեռը։ Ձմռանը գազի ծախսը գերազանցում է վաճառքից ստացվող եկամուտը։ Ծախսերի առյուծի բաժինը տրամադրվում է ջեռուցմանը։ Միայն այս փոքր ջերմատանը ջեռուցման ամսական ծախսը միջինում 200,000 դրամի է հասնում։ Ծաղիկը իմ ներկայությամբ մի հատիկը 50 դրամ, կապը 1000 դրամ է, բայց այն էլ դժվարացը վաճառվում։ Եթե Ռուսաստանը արտահանվի, շատ լավ կլինի, բայց շատ քիչ են արտահանում։ Անցած տարի լավ էր, ոչինչ, բայց այս տարի վատ է։ Մի անգամ պետությունը լավ բան արեց, մի 5 միլիոն առանց տոկոսի տվեց։ Դրանից հետո վարգերով, բանով մի կերպ յոլա ենք տանում էլի։ Ծաղիկը լավ է աճում 13 աստիճան տաքության դեպքում, սակայն մեր նկարահանման պահին ջերմատան տաքությունը 5-ից 6 աստիճան է։ Հովտամեջ գյուղի բնակչի խոսքով, եթե բույսին անհրաժեշտ ջերմությունն ապահովեն, ծախսը կկրկնապատկվի։ Ասում են ծաղիկին պետք է գուրգուրել, ջերմ խոսքեր ասել, որպեսզի լավ բերք տա։ Հաճախ եք խոսում բույսերի հետ։ Բա ինչ ենք անում, ամբողջ օրը բույսերի հետ ենք խոսում, շոյում ենք, փաղաքշում ենք, գուրգուրում ենք։ Նենց ենք անում, որ բերք տա, թե չէ ոչի բան չանելով ինչ բերք պետք է տա։ Եթե սիրելով չարեցիր, այդ գործը գործ չի, ոչ մի եկամուտ չես ստանա։ Ձմռանը ծաղիկ աճեցնելը ռիսկային է, մի փոքր անուշադրություն և բույսն ամբողջությամբ կարող է ցրտահարվել, իսկ գյուղացու ամիսների աշխատանքը ջուրն ընկնել։ Այս սեզոնին ոչ միայն բույսի աճն է դանդաղում, այլև կրկնապատկվում է հիվանդությունների առաջացման վտանգը։ Հիվանդությունը կամ ցուրտն է նպաստ է, շանում է էլի, մի քանի թումբը տենց չգիտենք ինչից է հիմնական պատճառը։ Ամեն մարդ իր հողի գյուղատնտեսը ինքն է։ Մի տարի, 2 տարի մշակեց, արդեն հասկանում է, ինչ պետք է անի, ինչ չանի, որ բույսը աճի։ Թե չէ Երևանում սովորած, որ ոչ մի բան կարող է մի գյուղատնտեսը գա չիմանա էս ինչ բան է, յանի ինձ ինչ խորհուրդ պետք է տա։ Անքուն գիշերներ, մեծ ծախսեր ու տանջանքներ։ Սա ոչ միայն գոյատևման, այլև գեղեցիկը գնահատելու և աշխատասիրությունն ամեն ինչից վեր դասելու պայքար է։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմանլուր։